Ես ուզել եմ ստեղծել երեխայի համար այն հեքիաթը, որը մենք միշտ պատմում ենք նրանց, բայց կյանքում շատ հաճախ նրանք չեն հանդիպում այդ հեքիաթին։ Արդեն 10 տարի է ղեկավարում եմ Արևիկ մանկական հրատարակչությունը, որը ի դեպ արդեն 40 տարեկան է, եւ Արևիկ գրատունը իմ երազանքն էր եւ կարծես թե հրատարակչության տրամաբանական շարունակությունն էր։ Ինձ համար մանկական գիրք ստեղծելը եւ այնուհետեւ փոխանցելը մանուկներին այդ պատմությունները ուղղակի մի երանելի գործընթաց է։ Կարողացանք իսկապես ստեղծել այն օազիսը, կարելի է ասել, այն վայրը, որտեղ երեխաները գալիս են եւ չեն ուզում հեռանալ։ Երբ երեխաները գալիս են, բնականաբար փոքր երեխաների հետ ծնողներն են լինում եւ իրենք նստում են մեր սրճարանում, վերցնում են գրքեր, մեկ գավաթ սուրճի հետ եւ վայելում են իրենց ազատ ժամանակը, այդ 1 ժամը, 1.5 ժամը, եւ այդ պատճառով մենք մի փոքր մաս գրատան դարձրեցինք մեծերի համար նախատեսված գրականության պահարաններ։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ քաղաքի աղմուկից փախնելու համար գալիս են մեր գրատուն, որովհետեւ գրատանը միշտ խաղաղ միջավայր է, միշտ դասական երաժշտություն է հնչում։ Իհարկե էականը ընթերցանության ակումբն է եւ ես վստահ եի, որ այն երեխաները, ովքեր տանը գիրք կարդալու խնդիր ունեն եւ ծնողները այդքան մեզ բողոքում են, որ երեխաները գիրք չեն կարդում, այս երեխաները ակումբային միջավայրում ձեռք են բերում ընկերներ, ընկերական շրջապատ։ Ընթերցանությունը ուղղորդվում է տարատեսակ ինտերակտիվ ընդհատումներով։ Երեխաները ազատ կարող են հատակին նստել, ընթացքում մարզվել եւ այս ամենը իրենց դարձնում է մասը այդ գրքի պատմության։ Երեխաները գիտեն, որ գալիս են Արևիկ գրատուն, այստեղ իրենց բոլոր ցանկությունները պիտի կատարվեն։ Մենք շատ ինդիվիդուալ մոտեցում ունենք, անհատական, ամեն երեխային։ Հասկացանք, որ լավ կլինի երեխաները տեսնեն այստեղ բոլոր հրատարակչությունների մանկական գրքերը, քանի որ սա միայն մանկական գրատուն է եւ լավ կլինի երեխաները ընտրություն ունենան։ Այսպիսով մենք ներգրավեցինք Հայաստանում գոյություն ունեցող մյուս հրատարակիչների հրատարակած մանկական գրքերը։ Մենք շատ ուշադրություն ենք դարձնում գրքի էսթետիկային, գրքի գրագիտությանը, տառերի մեծ լինելուն, փոքր լինելուն, տառաչափը շատ կարևոր է։ Բոլոր պարամետրները պետք է լինի այնպիսին, ինչպիսին կարևոր է, որ լինի երեխայի համար։ Ունենք ձայնային գրքեր, օրինակ մեր հրատարակած ձայնային գրքերը Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի, որոնք ստեղծվել են ոչ թե թարգմանական գրականության շնորհիվ, սրանք հենց հայ նկարազարդողի, հայ հեղինակների տեքստերով գրված գրքեր են, ձայնային եւ բազմաֆունկցիոնալ։ Եվ ես վստահ եմ, որ երեխաները սպունգի պես են կլանում այն, ինչ մենք տալիս ենք երեխաներին, եւ մենք որոշեցինք, որ եթե ձայնային գիրք, ապա թող դրանք լինեն դասական երաժշտության վերաբերյալ, հենց սա էլ կրթական մի միջոց է։ Գրատան կոնցեպտը իր մեջ չուներ բիզնես կոմպոնենտ այն քանակությամբ, որ սովորաբար արվում է, երբ որ խանութ, գրախանութ պիտի բացվի, որովհետև մեր համար կարևոր էր գաղափարը, մեր համար կարևոր էր շատ այն ինտելեկտուալ ներդրումը, որ մենք պիտի անեինք եւ որը պիտի փոխանցվեր երեխային։ Նա վաղվա մեր լավ քաղաքացին է, լավ պատանին է եւ սա կարծում եմ մեր պետության համար ամենակարևոր բանն է՝ սկսել փոքրիկներից, սկսել նրանց կրթությունից, սկսել նրանց ինտելեկտուալ զարգացումից։ Ես հավատացել եմ իմ երազանքին, շատ եմ հավատացել եւ այն իսկապես իրագործվեց։ Առանց մտածելու ֆինանսներ կան, չկան, եղավ, այդ ամեն ինչը եղավ, դժվարությամբ, բայց եղավ։ Սիրելի գործից թանկ բան չկա, իսկ չսիրել այս ամենը ուղղակի անհնար է։ Երբ սիրում ես գործդ, միշտ ստացվում է, միշտ։
Օձուն Սարահարթ ջրատարն է ժայռերի մեջ ծվարած։ Տարածքը գրեթե անհասանելի է, մեքենայով այստեղ բարձրանալը անհնար։ Տասնամյակներ շարունակ բոլոր աշխատանքները մասնագետները ձեռքով են արել, հիշում է Վիոլիա ջուրընկերության Ալավերդի տեղամասի աշխատանքային խմբի ղեկավարը Սամվել Սոխակյանը։ Կորուստները հսկայական են լինում, պատկերացրեք այդքան միջինը մի 25 ատմոսֆեր ճնշման տակ ջրագիծը պայթի։ Եվ ջրի կորուստներ ելում, եւ այդ հեղեղը առաջանում, այդ ջրաբերուկները լցվում էին ներքևի այդ ավտոճանապարհը, այդ քաղաքի հիմնական ավտոճանապարհներից մեկն է, տրանսպորտներ կանգնում, քարաբեկորներ, ծառաբեկորներ, ինչ ասես։ Բացի այդ շահագործում շատ դժվար է, չափազանց։ Պատկերացրեք 300 մետր հոսանք էինք քաշում, որ կարենանք այնտեղ երակցման աշխատանքներ կատարենք։ Ջրագծում ճնշումը շատ բարձր է։ Հասնում է մինչև, եթե նկարահանել եք Սարահարթի կամուրջների մոտ, հասնում է մինչև 37 կիլոգրամ սանտիմետր քառակուսի, 37 բար ճնշում, դա հանակ չի, էլի երեխեք ջան, դա շուլուղ չի։ Չէր դիմանում այդ ջրագիծը։ Ալավերդի երիտասարդական փողոցից մինչև Օձուն համայնք ձգվող ջրատարը տարիների ընթացքում մաշվել է, դարձել մշտական վթարների եւ ջրակորստի պատճառ։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով Վիոլիա ջուրընկերությունը գործող ջրատարին զուգահեռ կկառուցի 425 մետր երկարությամբ 275 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար։ Աշխատանքներն իրականացվելու են բարդ լեռնային տեղանքում, մեծ թեքությունների եւ դժվար ինժեներա-երկրաբանական պայմաններում, ինչը պահանջում է հատուկ տեխնիկական եւ ինժեներական լուծումներ։ Աշխատանքների համար ընկերությունը ներդրել է մոտ 46 միլիոն դրամ։ Տեղանքը շատ բարդ երկրաբանական պայմաններում է գտնվում եւ մենք լրացուցիչ ինժեներական մտահղացումներ ենք նախատեսել նախագծով տվյալ այդ բարձր նիշերից ցածր դեպի ցածր նիշեր խողովակի կառուցման համար։ Այժմ այս ծրագրով 273 մմ-անոց մետաղական խողովակով հին ջրագծի կողքով կառուցում ենք նոր ջրագիծ։ Ավելի քան 76 միլիոն դրամ ընկերությունը կծախսի Ստեփանավան քաղաքի Գորկի եւ Թումանյան փողոցների ջրամատակարարման համակարգը նորացնելու համար։ Տարիների ընթացքում մաշված ջրագծերը դարձել են բաց եւ գաղտնի վթարների պատճառ։ Դրանց մի մասը անցնում է մասնավոր տնտիրություններով, ինչը բարդացնում է վթարավերացման աշխատանքները, իսկ համակարգում արկա ապօրինի միացումներն ու հոսակորուստները հատկապես ամռան ամիսներին հանգեցնում են ճնշման զգալի անկման։ Կվերակառուցվի 2 կիլոմետր ջրագիծ։ Այստեղ 180 բաժանորդ կա։ Ստեփանավան քաղաքի երկու փողոցների ջրագծերի վերակառուցումից հետո մենք կունենանք նորոգված փողոցային ջրագծեր, ջրաչափական հորեր, կարգավորվի քաղաքի ջրամատակարարման համակարգը, կբալանսավորվի համապատասխան ճնշումներով, համապատասխան բաշխվածությամբ, արդյունքում կունենանք նոր համակարգ եւ մոտ 3 լիտր վայրկյանում ջրի խնայողություն։ Թումանյան համայնքում էլ մոտ 48.5 միլիոն դրամ ներդրմամբ արդեն սկսվել է օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող ջրատարի վերակառուցումը։ Գործող խողովակաշարը ոչ միայն քայքայված էր, այլև անցնում է գերեզմանոցի տարածքով ու մասնավոր տնտիրություններով, ինչը չի համապատասխանում գործող նորմերին եւ զգալիորեն դժվարացնում է շահագործումը։ Այժմ այստեղ կառուցվում է 860 մետր երկարությամբ 100 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար, որը կշրջանցի ինչպես գերեզմանոցի, այնպես էլ մասնավոր տարածքները ապահովելով ջրամատակարարման առավել անվտանգ ու հուսալի համակարգ։ Պատկերացրեք 50-ական թվականների սկզբի խողովակ։ Կորուստները շատ էին, թուջե խողովակներ էին, նրանք 4 մետր, 3 մետր միտեղ արդեն ստիկներով էին։ Բնական է 70 տարի առաջվա, 75 տարի առաջվա կատարած աշխատանքներ էին, չէին դիմանում, որտեղ թոգով էր արած, որտեղ կապարով էր արած։ Երկրաշարժ այլել դրանից հետո ամեն ինչ կատարվել, վերջապես հողի սաղ քայլել։ Այդ ստիկներից անընդհատ հոսք էր առաջանում։ Պատկերացրեք շաբաթ չէ ելում, որ այնտեղ աշխատանքներ չկատարենք։ Տասնամյակներ առաջ կառուցված ջրամատակարարման համակարգի մաշվածությունը շարունակում է մնալ Վիոլիա ջուրընկերության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը։ Հաճախակի վթարները, ջրակորուստներն ու շահագործման դժվարությունները պահանջում են ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ համակարգային վերակառուցում։ Այս նպատակով ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել ամենախնդրահարույց հատվածներում, քայլ առ քայլ վերակառուցելով համակարգը, որպեսզի նվազեցնի ջրակորուստները, վթարների թիվը եւ բարելավի իր սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան։
Օրերս նոյեմբերյան լոֆթ կենտրոնում տեղի ունեցավ մեծահասակների համար նախատեսված արվեստանոցի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերջին 3 ամիսների ընթացքում ստեղծված նկարները։ Այս բացառիկ ցուցահանդեսներից է, որ երևականի կարող են ասել հանրապետությունում առաջին դեպքն է, որ ստեղծվել է մեծերի արվեստանոց ու այսօր մարդկանց կարողությունները իրայք վերելով այսօր ինքան նկարներքան և արդյունան դիկորինած ես դիվան բորջակալներ, ասում չի ես մենք կարողում ասում։ Ճիշտ է ես միշտ այնցել եմ արվեստանում, բայց չի պատկերացնում, որ այսքան շատ նկարներ կա ու այսքան սեր կա։ Այս ինձ թվում է շատ խոսելու բան չի կա, նկարների մեջ ամեն ինչ արտահայտված է, թե ինչքան ենք սիրում մեր Հայաստան աշխարհը, մեր երկիրը, մեր պետությունը ու այդ ամբողջը իհարկե ձեր միջոցով աստված տվել այս նկարները։ Ես կասեմ շնորհավորում եմ բոլորին։ Ցուցադրության մեջ ընդգրկված էին նատյուրմորտներ, դիմանկարներ, ինչպես նաև պլեներների ընթացքում ստեղծված բնապատկերներ։ Ցուցահանդեսի յուրաքանչյուր աշխատանք արտացոլում էր սովորողների ձեռք բերված հմտությունները, անհատական մոտեցումն ու արվեստի հանդեպ սերը։ Ես միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուր մարդու անկախ տարիքից իր անկեղծության գագաթնակետը մանկական հիշողություն ունի։ Եվ յուրաքանչյուր նկարիչ, ով անկեղծ է իր նկատմամբ, շրջապատի նկատմամբ անկեղծ է, ինքը մանկության երազանքը անպայման միտեղ պետք է արտահայտել, դա երաժշտության մեջ կա, միտեղ նկարչության մեջ։ Որևէ մեկը այսօր մասնակիցներից եւ բևից է կմտածել, որ մի օր ինքը քննություն տալու իր երազանքների համար։ Եվ այդ երազանքներից մեկը այսօր իրականություն դարձավ։ Արվեստանոց մեծերի համար ինքնին հետաքրքիր նախաձեռնություն է եւ ուրախալի շատ։ Իհարկե տարիքով շատ տարբեր, նկարչությունից, կերպարվեստից բավականին որոշ մարդիկ հեռու, բայց մոտեցել են այնքան, որ այսօր այս ցուցադրությունը իսկապես հիացնում է։ Այնպես որ շնորհավորում եմ սրտանց, շնորհավորում եմ մեր գեղեցիկ այս նոյեմբերյան աշխարհում այսպիսի մի նոր երևույթի կայանալը։ Կազմակերպիչների խոսքով նման ցուցահանդեսները կարևոր խթան են ուսանողների համար։ Դրանք ոչ միայն ամփոփում են կատարված աշխատանքը, այլև ոգեշնչում են շարունակել ստեղծագործել եւ զարգացնել գեղարվեստական հմտությունները։ Շատ մեծ կասկածանքներով եկա այս խումբը, բայց մեծ միաժամանակ մղումներով եւ հաճույքով։ Սկզբից իհարկե շատ բաներ կար, որ դժվարանում էի, նույնիսկ 1-2 անգամ արդեն իմ մոտ առաջացավ այնպիսի ցանկություն, որ սա իմը չի, ես երևի չեմ կարողանա, բայց մեր բազմավաստակ ուսուցիչները համոզեցին, որ այդպիսի բան չկա, պետք է աշխատել, պետք է գալ։ Մի խոսքով շատ ուրախ եմ եւ շատ հաճելի է, որ ես հաճախում եմ այստեղ։ Ինձ համար շատ կարևոր էր սա։ Ցուցադրությունը կշարունակվի 1 ամիս։ Արդեն մի քանի ամիս է, ինչ տարոն մեկ թաղամասի բնակիչները զրկված են հանրային տրանսպորտից։ Խնդիրը նոր չէ, բնակիչներն ասում են, ժամանակին 19 համարի երթուղային աշխատանքային օրերին երթևեկում էր յուրաքանչյուր կես ժամը 1, իսկ կիրակի օրը ընդհանրապես չէր աշխատում։ Հետագայում նրանց պնդմամբ այդ գրաֆիկը չպահպանվեց, երթուղայինը սկսեց գործել անկանոն, իսկ այսօր այն ընդհանրապես չի սպասարկում թաղամասը։ Ամեն օր աշխատանքի, դպրոց, հիվանդանոց կամ շուկա գնալու ճանապարհը բնակիչների համար դարձել է հերթական փորձություն։ Բոլորս խնդիրներ ունենք, ուզում ենք տրանսպորտ լինի, խնդրում ենք համապատասխան մարդկանց, որ մենք տրանսպորտ ունենանք, գնանք գանք։ Միակ տրանսպորտն է, որ մեզ սպասարկում է։ Մի քանի տարի առաջ նորմալ էր, աշխատում էին կարծես ժամացույցից լակի նման, իսկ հիմա բացարձակ բացակայ է 19 համարի տրանսպորտը։ Մեր խնդրանքն է, պահանջն է, որպեսզի մենք ունենանք 19 համարի երթուղայինը։ Մեղավորն իրանք են, քաղաքապետարանը պատճառաբանում է, որ մենք չունենք բավականին երևի պասաժիր, ուղևոր, որպեսզի իրանք այդ տրանսպորտը գցեն, բայց սխալ են ասում։ Իրանք երբ ուզեցել են գիծ են մտել, երբ ուզեցել են դուրս են եկել։ Ես շատ եմ օգտվում տարբեր
մեր համարի երթուղիներից եւ ես իմ սեփական աչքերով տեսնում եմ երկրորդ համարի երթուղու գազելները ցերեկվա ժամերին դատարկ գնում գալիս են։ Ստացվում է դա շահութաբեր է, առանց ուղևոր գնալ գալը, բայց այս մեծ գիծը, որ տարոն 1-ից սկսվում է, Վանաձորի բուժկենտրոնում ավարտվում է, այդ գծում ուղևոր չի լինում, որ շահութաբեր չի։ Հասել ենք արդեն 21-րդ դար, մարդիկ արդեն արհեստական բանականությամբ կառավարվող տրանսպորտ են ստեղծում, մենք դեռևս պայքարում ենք խորհրդային ժառանգություն, տրանսպորտի, չգիտեմ, պոկված նստատեղերով, կաթացող առաստաղով ինչ-որ տրանսպորտի համար ենք դեռևս պայքարում։ Քաղաքապետարանը տրամադրի պետականորեն թե ինչպես ոչ թե մասնավոր հիմունքները, որ վարորդները չկարողանան այդ վճարումները անել, այլ տրամադրվի ինչ-որ աշխատավարձ սահմանվի, ինչ սահմանվի, որ տրամադրվի այդ գիծը եւ կարողանան ապահովեն մեր տարական, մարդավայել տարական պայմանները։ Հաճախ ծանր պայուսակներով ստիպված են ավելի քան 600 մետր ճանապարհ հաղթահարել ոտքով, բարձրանալով դեպի իրենց թաղամաս։ Բնակիչների խոսքով հատկապես դժվար է տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որոնց թիվն այստեղ քիչ չէ։ Այս թաղամասում բազմաթիվ մարդիկ կան, որոնք որ երկրաշարժից հետո են տեղափոխվել այս թաղամաս, բնականաբար նաեւ ընտանիքներում կան հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Ես ինքս տաքսիից եմ օգտվում, որովհետեւ խնդիրներ ունեմ, չեմ կարող իջնել ներքև։ Այս հատվածը իջնել բարձրանալը բոլորի համար խնդիր է։ Տարական շուկայից մարդիկ չեն կարողանում օգտվել։ Մեկը ես կարգային եմ, ես պահի։ Ես քաղաք չեմ կարող գնամ։ Դա նույնն էլ այս տեղի ապրողը երկու ոտքը չունեն, աղջիկը ոտ գնա քաղաք։ Այստեղ համարյա 10 քանի հոգի կարգային։ Հիմա քաղաքից կտրվեցին։ Որ ելնի կոկթվեմ, այստեղ մեծահասակ մարդ եմ, ես չեմ կարող գնամ ճամպից այստեղին այնտեղ ընկնեմ, որ գնամ բազար։ Տրանսպորտի բացակայությունը ազդում է նաև երեխաների առօրյայի վրա։ Թաղամասում չկա դպրոց, մանկապարտեզ, ֆուտբոլի դաշտ։ Շատ երեխաներ հաճախում են քաղաքի տարբեր դպրոցներ եւ ամեն օր ստիպված են երկար ճանապարհ անցնել հասնելու համար կանգառ ու տուն։ Ասում են մեքենայով կամ տաքսիներով տեղափոխվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն։ Իսկ ձմռան ամիսներին պարապմունքների չեն գնում։ Օրը կարճ եւ ճանապարհը երկար լինելու պատճառով։ Հիմա ես ֆուտբոլից եմ գալիս, մարշրուտն ինչ կա, ստիպված շուտ ենք գնում։ Մի ժամուկե շուտ ենք տնից դուրս գալիս, որ հասցնենք պարապմունքին։ Դա զորով ենք հասցնում։ Բնակիչները նշում են, որ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, կազմակերպել են ստորագրահավաք խնդրին հիմնավոր լուծում տալու համար։ Վերջերս էլ հանդիպում են ունեցել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, սակայն մինչ օրս լուծում չունեն։ Նրանք պահանջում են վերականգնել երթուղայինի նախկին գիծը, ընդգծելով, որ խոսքը պարզապես հարմարավետության մասին չէ, այլ հարյուրավոր մարդկանց բնականon կյանքի եւ տեղաշարժի իրավունքի։ Խնդրի մասին բարձրաձայնվեց նաեւ Վանաձոր համայնքի ձևավորման նոր նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ։ Խոշորացումից հետո 21 թվականին մեր տրանսպորտը, մեր թաղամասը սպասարկող տրանսպորտը աշխատեց, իհարկե շատ անկանոն, իրանց հավեսով աշխատեց, վերջը չաշխատեց։ Եթե ես չեմ սխալվում, Վանաձորում եւ Լոռու մարզում մոտ ապագայում, շատ մոտ ապագայում սպասվում է միասնական երթուղային ցանցի ներդրում, որը ըստ էության պետք է լուծի բոլոր բնակավայրերի եւ բոլոր թաղամասերի կապակցվածության եւ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը առավել լավ որակով, առավել լավ պայմաններով։ Տվյալ թաղամասի մրցույթը մի քանի անգամ հայտարարվել է, մասնակից չէ, քանի որ Վանաձորը ունի տրանսպորտի լուրջ խնդիր, համայնքը իր միջոցներով 1 միլիարդ 700 միլիոն դրամի 45 հատ նոր ավտոբուսի մրցույթ հայտարարել է, արդեն հաղթողը կա, արդեն պայմանագրի փուլում ենք, մինչև տարեվերջ համայնքը կունենա իր նոր 45 ավտոբուսը, արդեն յուրաքանչյուր թաղամաս իր տրանսպորտը կունենա։ Հանրային քննարկման ժամանակ որպես այլընտրանքային տարբերակ Արկադի Փելեշյանն առաջարկեց օգտվել երրորդ համարի երթուղուց։ Որտեղ բնակվում է, դրանից 100 մետր ներքև տրանսպորտ աշխատում անեն, չի որ չի աշխատում։ Տրանսպորտ չի աշխատում։ Դա է փաստը։ Ինչին ի պատասխան բնակիչներն իրենց առաջարկն ունեն։ Դե առաջարկությունը մեր ժամանակ տրամադրել, երրորդ համարով գալ, իջնել կանգառում, բարձրանալ այստեղ ու նույնությամբ հետ գնալ։
Այն ժամանակ եզրակացություն անել, ընդամենը այդ։ Բնակիչները ծանոթ լինելով իրենց նեղլիկ փողոցներին վստահ են, որ նոր ավտոբուսներն իրենց թաղամաս չեն մտնի ու չնայած 30 տարի է ապրում են միայն ակնկալիքներով ու խոստումներով, հույս ունեն, որ պատկան մարմիններից որևէ մեկը կգա իրենց թաղամաս, կծանոթանա եւ տարածքին, եւ իրենց բազմաթիվ խնդիրներին։ Առաջի տարունն է, սա առաջի տուժված մարդիկն են հաշմանդամները, ոչ մի անգամ ոչ քաղաքապետ է եկել այս թաղամաս, ոչ մարզպետ է եկել, որ ժողովրդի պահանջները լսեն, այս փողոց այս թաղամասան գործության է մատնվել։ Ասում են հետևողական են լինելու, մոբիլիզացնելու են լրատվամիջոցներին, որպեսզի ինչ-որ կերպ իրենց խնդրին լուծում տրվի։ Իսկ խնդիրների պակաս տարոն մեկում չկա, շենքերի կաթացող տանիքներ, չգործող ջրատար համակարգ, անբարեկարգ խաղահրապարակ եւ այլն։ Իսկ մոտակա դեղատուն հասնելու համար մարդիկ պետք է քայլեն ավելի քան 700 մետր։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան,